Հովանեսյան, այսօր Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու, դրա շուրջ կոնսոլիդացվելու եւ պահանջներ ներկայացնելու վերաբերյալ ինչ ակնկալիքներ կան, որ քաղաքական ուժերի հետ եք պատրաստվում գործակցել այս հարցի շուրջ։ Համատեղ աշխատելու ենք բոլոր այն քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ, որոնք աշնանը չմասնակցեցին անցած տարվա ուրեմն աշնանը չմասնակցեցին Սերժ Սարգսյանի հետ հայտնի ֆոտոսեսիային եւ չհավաստեցին նրանց իրենց հաճախորդությունը։ Նրանք, ովքեր մասնակցեցին այդ ֆոտոսեսիային, արձանագրելով, որ իրենք Սերժ Սարգսյանի հաճախորդներն են, նրանք մարտի 1-ին այս հրապարակում անելիք չունեն։ Բոլոր այն ուժերը, որոնք իսկապես ընդդիմադիր են, պարտավոր են 16 թվականի մարտի 1-ին լինել Ազատության հրապարակում ուսուսի տված, քանզի այս տարի լրանում է մեր անկախության 25-ամյակը եւ այս տարի մարտի 1-ը առանձնահատուկ խորհուրդ ունի։ Մարտի 1-յան այդ հանրահավաքը պետք է արձանագրի այն, որ մենք պատրաստակամ ենք գոնե մինչև անկախության 25-ամյակը վերաբացելու մարտի 1-ի էջը եւ ի վերջո պատասխանատվության կանչելու բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր պատասխանատվություն են կրում մարտի 1-ի հրեշավոր սպանդի համար։ Մենք պահանջելու ենք միջազգային հանրությունից կազմել մագնիտսկու ցուցակի նման մի ցուցակ, որում կընդգրկվեն բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր կազմակերպեցին մարտի 1-յան սպանդը, որի զոհը դարձան 10 լուսավոր երիտասարդներ, մեր համաքաղաքացիներ, երևանցիներ, իմիջիայլոց անկուսակցական երիտասարդներ, որոնք որևէ կուսակցության անդամ չէին, բայց իրենց քաղաքացիական պարտքն էին համարել լինել այնտեղ, որտեղ հավաքված են իրենց հայրենակիցները, զորավիգ լինել նրանց, բողոքող ընտրությունների կեղծման կապակցությամբ իրենց բողոքը բարձրացրած համաքաղաքացիները եւ մենք պահանջելու ենք, որպեսզի տեսեք, ինչտեղ որպեսզի անպայման ձևավորվի մի ցուցակ այդ պաշտոնյաներից բաղկացած, որի մեջ ընդգրկված պաշտոնյաները պետք է ենթարկվեն միջազգային սանկցիաների, նրանց հաշիվների վրա պետք է կալանքներ դրվեն, նրանք պետք է հայտարարվեն persona non grata եւ միջազգային հանրությունը պետք է նրանց դատապարտի, այնպես ինչպես դատապարտեց մագնիտսկու ցուցակում ընդգրկված այն պաշտոնատար անձանց, ովքեր պատասխանատվություն են կրում մագնիտսկու մահվան համար կալանավայրում։ Պարոն Հովանեսյան, հայտնի է, որ այդ օրը միշտ Հայազգային կոնգրեսը եւ ՀԺԿ-ն հանրահավաք են անցկացրել։ Դուք ունեք պայմանավորվածություն, որպեսզի միմյանց չխանգարեք գուցե այդ օրը եւ ժողովրդին ի վերջո չափակողմնորոշեք մեկ միասնական հարթակ ունենաք այստեղ լինելու համար։ Անպայման, ես գտնում եմ դրան այլ ընտրանք չկա։ Իհարկե բոլոր նրանք, ովքեր իրական ընդդիմություն են, բոլոր նրանք, ովքեր եղել են ժողովրդի կողքին մարտի 1-ին, ժողովրդի հետ մարտի 1-ին, փորձել են կանխել այդ սպանդը, փորձել են զորավիգ լինել ժողովրդին եւ բոլոր այդ մարդիկ պետք է ուսուսի տված կանգնեն, բոլոր նրանք, ովքեր համարում են իրենց իրական ընդդիմություն այս համակարգին հրեշավոր, այն հրեշավոր համակարգին, որը կազմակերպեց հոկտեմբերի 27-ի 1999 թվականի սպանդը խորհրդարանում, այն հրեշավոր համակարգին, որը կազմակերպեց մարտի 1-ի սպանդը, այն հրեշավոր համակարգին, որը կազմակերպեց դեկտեմբերի 6-ի ուրեմն 15 թվականի սահմանադրական հեղաշրջումը, այդ հրեշավոր համակարգին, ովքեր դեմ են, ովքեր ընդվզում են այդ համակարգի դեմ, ովքեր հաշ չեն այդ համակարգի հետ, ովքեր ընդդիմանում են այդ համակարգին, ուսուսի պետք է կանգնեն այս հրապարակում